Արկադի, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հայաստանում հիմնական դիտում են քաղաքական թեմաներով հաղորդումներ, սակայն քաղաքականության հիմքում առաջերտին տնտեսությունն է եւ տնտեսական հարաբերություններով, տնտեսական զարգացումներով է որոշվում քաղաքականությունը, որովհետեւ տնտեսության մեջ այն հիմնական շահերն են։ Ես այսօր ցանկանում եմ խոսանք նաև այս տնտեսության մասին եւ նախ ուզում եմ շնորհավորեմ ձեր այդ ոդքասթը Capital Plus-ը եւ այդ կոմենտներում, այս տեսահոլովակի տակ մենք կդնենք հղումը, լինքը եւ կարծում եմ շատ հետաքրքիր թեմաներ կան այնտեղ եւ կարեւոր են։ Հիմա տնտեսությունը որքանով է կարևոր քաղաքական process-ների համար, որովհետեւ մենք շատ են խոսում, չէ, որ կոռուպցիա կա եւ այն կոռուպցիայի հիմքում շահերն է։ Ինչպես այդ տնտեսությունը զարգացնել այսօրվա Հայաստանի առումով, որպեսզի մենք կարողանանք զարգանալ, նաեւ հաշվի առնենք, որ սա 3 միլիոնանոց երկիր է, որի գլխավոր սահմանները փակ են եւ նման երկրում տնտեսություն զարգացնելը որպես կղզյակ ըստ էության հնարավոր չի։ Շնորհակալություն պարոն Դանիելյան, նախ հրավերքի համար, հետո արձագանքի համար մեր ոդքասթի համար։ Ամենաառաջինը, որ ուզում եմ ասել, որ ոդքասթը կրում է զուտ գիտա-կրթա վերլուծական բնույթ։ Այսինքն նպատակը հետևյալն է։ Մենք ուզում ենք, որպեսզի մաքսիմալ հնարավոր քանակի գիտակից մարդիկ սկսեն քննարկել իրականում կարևոր խնդիրներ, այսինքն խնդիրներ, որոնք կապ ունեն մեր համար, մեր կենսամակարդակի համար, մեր ազգի գոյատևելու համար, պետության գոյատևելու համար եւ զարգացման, բնականաբար զարգացման համար։ Այն հարցերը, որոնք որ դուք բարձրացնում եք, իհարկե ունեն շատ մեծ հեռու գնացող, այսինքն մենք կարող ենք խոսել, ես ուղղակի ուզում եմ սահմանափակվեմ հետեւյալով։ Իհարկե այսօր շատը խոսում են քաղաքականության մասին, արդի խնդիրների մասին, այսինքն այսօր, ինչ կա, ինչ վիճակում ենք գտնվում, ինչ պետք է անել եւ այլն եւ այլն։ Բայց տեսեք, նույնիսկ չի որ մենք նստած ենք, մեր մոտ ամեն ինչ լավ էր, եւ ինչ որ խնդիրներ ընկան մեր վրա, չգիտեմ, լուսնից, մարսից, երկնքից եւ այլն եւ այլն։ Այսինքն դրանք ինչ որ հետևանքեր են որոշումների, քայլերի, որոնք արվել են անցյալում, ճիշտ է։ Անցյալում որոշումներ են կայացվել։ Ինչու է որոշում կայացվել այս կամ ինչու է որոշվել անել այս կամ այն բան։ Ով ընդունել այդ որոշում, ինչու եւ այլն եւ այլն։ Սա իմ կարծիքով, սա տեսության խնդիր է արդեն, այսինքն պետքա տեսնել, գիտության խնդիրը, տեսության խնդիրը, պետքա հասկանալ եւ այդ ընկալումը պետք է լինի օբյեկտիվ եւ հնարավորինս անաչառ, ինչ որ ենթադրում է, գիտական մոտեցում է հարցերի։ Առանց դրա այսօր գործել, ինչ-որ քայլեր ձեռնարկել, ինձ թվում է անօգուտ է եւ մեր ուրեմն անկախ երկրի, չգիտեմ, 40 տարվա պատմությունը ցույց է տալի դա, որ գործել, առանց սկզբնական ընկալմանը, հասկանալու վերլուծությանը, թե ինչ է տեղի ունենում, ինձ թվում է դա ուժերի ապարդյուն է դա։ Ես sense հասկացա ձեր խոսքը, հիմա ինչի մասին է խոսում, ասում են ով է արևմտամետ, ով է ռուսամետ կամ արդեն թուրքամետներ կան, որովհետև Թուրքիայի սահմանը որ բացվի, մեր տնտեսությունը կսկսի զարգանալ։ Խոսում են նախկինների եւ ներկաների մասին, բնականաբար իշխանության որոշումներից շատ բան է կախված։ Մենք կարող ենք գնալ սխալ ուղղությամբ, կարող ենք գնալ ողբերգության, ինչպես այսօր տեղի է ունենում, բայց բաներ կան, որոնք իրականության հետ են կապված, այսինքն 3 միլիոնանոց շուկան չի կարող զարգանալ։ Դու պետք է մի հատ մեծ տնտեսական գոտի ինտեգրվես, ուզում արևելքում լինի, ուզում արևմուտքում լինի, դա կապված է քո ճանապարհներից, հնարավորություններից եւ այլն։ Եվ մենք շատ դեպքերում պետք է դուրս գանք այդ անձերին մեղադրելու տրամաբանությունից, այլ ռացիոնալ ընկալելու Հայաստանը որտեղ է գտնվում եւ Հայաստանը ինչ հասարակություն կա, ինչ արժեքային համակարգով է ապրում։ Ես փոքր փորձեմ կարճ պատասխանել, այդ ինչը որ դուք ասում եք, այո, ես համաձայն եմ,
ուղղակի ասեմ հետեւյալ բան, հա, հնուց մեզ հասել է երկու հատ հարց, հա, ասած փիլիսոփայական հարց։ Ով է մեղավոր եւ ինչ անել, չէ՞։ Խնդիրը նրանում է, որ այդ հարցերը չի կարելի տալ միաժամանակ, հա, այսինքն պետք է ընտրություն կատարել։ Կամ մենք խորանում ենք, հա, սկսում ենք զբաղվել թե ով է մեղավոր, կամ մենք սկսում ենք զբաղվել դրանով, հա, հասկանալ թե ինչ անել, հա։ Մենք միջև հիմա զբաղված ենք ով է մեղավոր վերջի 30 տարում։ Եթե մենք դրանով զբաղված ենք, ապա պարզ է ինչ անել արդեն, հա։ Դատապարտել, կախել, մեղադրել եւ այլն եւ այլն եւ այլն։ Հա, այն ինչ որ մենք տեսնում ենք, հա։ Ես հարց եւ նաեւ այդ ոդկասթերում, հա, իր շեշտադրումը հիմնականում դրա վրա է։ Ինչ անել, եթե ոչ ոք մեղավոր չի։ Ինչ անել, եթե դա օբյեկտիվ իրականություն է։ Այսինքն այն վիճակում, որ մենք գտնվել ենք, հա, այո, կարելի է շատ ցանկության դեպքում կարելի է փնտրել մեղավորներ եւ գտնել անգամ։ Բայց այդ մարդկանց գործողությունները, հա, եթե անգամ եղել են այդ առանձին մարդկանց, ապա իրանք շատ քիչ ազդեցություն ունեն իրականության վրա, հա, օրինակ դուք նշեցիք, հա, Հայաստանը փոքր, ուրեմն միավորում, հա, փոքր տնտեսական տարածքը եւ ըստ Ադամ Սմիթի, որի մասին մենք խոսում ենք մեր ոդկասթում, հա, նրա միտքը այն է, որ զարգացումը հնարավոր չի փոքր շուկաների դեպքում։ Պարզապես հնարավոր չի։ Եթե դուք ունեք փոքր շուկա, ապա այսպես կոչված աշխատանքի բաժանման խորացման մակարդակը չի կարող գնալ ավելի, հա, շուկայի սահմաններում տեղ ունենա։ Իսկ ինչքան փոքր շուկա, ինչքան դուք փոքր շուկա ունեք, այդքան դուք ունեք քիչ մասնագիտություններ, այդքան արտադրողականությունը քիչ է, այդքան դուք համեստ եք ապրում, եթե չասեմ աղքատ եք ապրում։ Այնքան կախված եք դրսից։ Արդեն հա, դուք տեխնոլոգիաներից կախված եք քիչ առումով, որ եթե դուք ուզում եք բարձրացնել ձեր կենսամակարդակը, ապա այո, դուք պետք է արդեն ընկնեք կախվածության մեջ։ Ստե արդեն կներեք, էլի ավարտել, ստե արդեն ընտրություն ա ձեր։ Այսինքն մենք ուզում ենք լինենք, մենք ուզում ենք ունենանք iPhone, հա, թե մենք ուզում ենք օրինակ, չգիտեմ, շարունակենք, հա, Apple, հա, այս ամեն ինչ մեջ։ Մենք կարող ենք գտնել այդպիսի երկրներ, որոնք հրաժարվել են iPhone-ից, հա, եւ ուրեմն բայց ունեն համապատասխան կենսամակարդակ, օրինակ Հյուսիսային Կորեա։ Ու չնայած Հյուսիսային Կորեան ավելի շատ անգամ մեծ շուկայական Հայաստանը, բայց անգամ այդ պարագայում տեսեք ՆԷ կենսամակարդակը, չգիտեմ, Կուբա կարելի է բերել օրինակ, չգիտեմ, Amazon-ում մի հատ ցեղ կարելի է բերել օրինակ, հա, մարդը, որը հրաժարվել է մասնակցել, հա, համաշխարհային ուրեմն տնտեսության մեջ, ասենց ասեմ։ Դա է ձեր ուրեմն ճակատագիրը, եթե դուք հրաժարվում եք, որովհետև փոքր շուկայում պարզապես դա հնարավոր չի։ Արկադի, քանի որ խոսքը գնաց Ադամ Սմիթի մասին, հիմա աշխարհում կան ինվեստիցիոն ֆոնդեր, ներդրումային ֆոնդեր, որոնց 3 ամենախոշորներն են BlackRock-ը, State Street-ը եւ Vanguard-ը, որոնք կարողանում են տիրապետել այսօրվա դրությամբ մոտ 28 տրիլիոն դոլարի, 28 ազդեցություն ունեն եւ բոլոր խոշորագույն կամպանիաներում իրենք զգալի արժեթղթեր ունեն, ակցիաներ ունեն եւ ունեն իրար մեջ, հա, այսինքն շատ դեպքերում այդ 3 կազմակերպությունները միասին են որոշում ընդունում։ Եվ Vanguard-ի հեղինակը, որը մահացել է, Ջոն Բոգլը, երբ որ իր հիմնարկում հավաքված քննարկում են, էս ենք անելու, ծրագրեր են մշակում, աշխատողներից մեկը հարցեց, բա որ մենք սենց համաշխարհային ազդեցություն ունենք ու մենք ենք ծրագրերը մշակում, բա ինչ եղավ Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքը։ Այդ Բոգլը մտածում, ասում է, այդ Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքը այդ ես եմ։ Հիմա այս տրամաբանության մեջ որքանով է շուկան ինքնակառավարվում եւ որքանով են շուկան կառավարում։ Ուրեմն անկառավարելի չէ, անտեսանելի իրական։ Անտեսանելի հասխալվեցի, հա։ Հա, ուրեմն այդ անտեսանելի ձեռքի եւ ինքնակառավարվող շուկայի մասին այդքան անեկդոտներ են պատմել, արդեն չգիտեմ, այնտեղ Վարդանիկը կամ աբարանցիները կամ բանը, հա, իրանք ցած ներվային ծխում են երևի, հա, անկյունում, հա, որովհետև արդեն անց է այդ ամեն ինչ, հա, ինչքան է դա անիրական, հա, այսինքն տեսեք, խնդիրը ինչու՞մն է։ Սմիթը, երբ որ նկարագրում էր տնտեսությունը, իսկ դա 18-րդ դարի վերջն էր։ Ինքը նկարագրում էր այսպես կոչված բակի տնտեսությունը կամ ոնց ասեմ, ինչն ոնց պատկերեմ, հա, այսինքն ինչ-որ 18-րդ դարի վերջի տնտեսությունը։ Այնտեղ տեսեք, ինքը ինչ էր տեսնում,
Հաց թուղ, հա, ինչ մասն որ ինքը պատմում, հաց թուղ, կոշկակար եւ այլն եւ այլն։ Ինքը պատմում էր առանձնապես բնական տնտեսության մասին, հա։ Այսօրվա տնտեսությունը դա փողային տնտեսություն է, եւ որը աշխատում է շատ ընդհանրապես այլ կանոններով, հա, որտեղ փողը կարևոր դեր ունի։ Սմիթը ուրեմն այդ զարգացումը չէր տեսնում, հա, որ չնայած տեղեր ունենում արդեն այդ process-ները իր աչքի առաջ, բայց ինքը չէր տեսնում։ Իմիջիայլոց Մարքսը շատ քննադատում էր իրան դրա համար, չնայած շատ բանով էր վերաբերում, բայց միշտ քննադատում էր համարելով իրան այսօր գեղեցիկ տնտեսագետ։ Հնացած արդեն, հնացած։ Հա, որ ասում էր դու ոնց, ասենք դու Ջեյմս Ուատի հետ ընկերություն էիր անում, հա, շոկեքար ստեղծող, հա, իրանք իրար ճանաչում են։ Ասում էր, բա դու չգիտեի մարդը ինչով էր զբաղվում, չէի կիսվում իր մտքերով, դու շոկեքար մեքենա ես, մարդը հորինել, հա։ Այսինքն ինդուստրիալիզացիան տեղեր է ունենում իր աչքի առաջ, բայց ինքը դա չնկատեց կամ մեծ դեր չտվեց դրան։ Եվ պատմում էր մեզ, հա, ասենք, հա, հնադարյան, հա, ինչ-որ պրիմիտիվ տնտեսության մասին, հա, եւ այն ինչ որ ինքը ասում էր, կարելի է նկարագրել, հա, այդ տերմիններով, որոնք ինքը օգտագործում էր, անտեսանելի ձեռք եւ բայց բնականաբար այսօրվա տնտեսությունը, որը դուրս եկավ այդ շրջանակներից, շատ ավելի բարձր մակարդակի վրա է, հա, որակական տեսանկյունից, հա, ոչ միայն քանակական։ Ստեղ արդեն նկարագրել process-ները, հա, անտեսանելի ձեռքերով, հա, ազատ շուկայի կարգ, որ ինքը ամեն ինչ կկարգավորի եւ այլն, այդ տեղին չի արդեն հերոյ է իրականությունից, անգամ եթե մենք վերցնենք ցանկացած ամերիկյան կորպորացիա, հա, արևմտյան կորպորացիա, հա, իրանք ունեն պլաններ։ Օրինակ իրանք շատ են քննադատում սովետականություն պլանայնության համար, բայց եթե դուք վերցնեք թե ինչ պլանայնության, հա, մակարդակ կար արևմտյան տնտեսությունում, դուք կզարմանաք։ Եթե դա է բնորոշում կոմունիզմը, ապա արևմուտքը ավելի կոմունիստ է, քան սովետական միությունը։ Համաձայն եմ, իսկ Հայաստանում ոչ մի բան չի պլանավորվում։ Մենք ունենք պրիմիտիվ պլանավորում, հա, անգամ բայց ունենք թեկուզ պրիմիտիվ։ Ունենք, հա, ճիշտ է, չեն կարող հերքել որ չունենք, բայց մեր պլանավորումը չի գնում ավելի առաջ, քան օրինակ մի տարի։ Ամենամեծ պլանը, որ մենք ընդունում ենք, հա, պետական մակարդակում, դա բյուջեի մասին, հա, օրենքն է, որը ընդհանրապես մի տարվա բան ունի, հա, ժամկետ ունի, վերջ։ Ընդ կան միջնաժամկետ, եսի ինչ, հա, կառավարությունը մշակել է ծրագիր, բայց դրանք ծրագիր են, դրանք օրենք չեն անգամ, հա, այսինքն ստեղ գոնե օրենք, այսինքն ունի ինչ-որ ավելի բարձր մակարդակ, իսկ այնտեղ ինչ-որ ծրագիր է, որը в принципе կարելի է անտեսել։ Արկադի, այսինքն մեր մոտ հիմնական խնդիրը կարելի է ասել կառավարման որակն է, որոշումների ընդունման կանոններն է, կամ այդ կանոնների բացակայությունն է եւ պատասխանատվություն կրելը դրա համար։ Այդպես էլ կարելի է ձևակերպել, իսկ եթե ես գնամ դեպի օրինակի մասնագիտական, հա, ոլորտը, որպեսզի գնահատեմ, հա, մեր մոտ ինչ որ գիտեք ինչ բանկա իմ համար անհասկանալի sense հավատք դեպի օրինակ ամեն ինչ ասում են արևմուտքից։ Պլանը վատ է շուկայական տնտեսություն։ Վերջ, հանկարծ պլան բառը չասեք։ Անկախ դրանից դա օգուտ է մեզ, վնաս է մեզ, օրինակ, չգիտեմ, մեկը չկասի, բա ինչի օրինակ, չգիտեմ, ճապոնական կազմակերպությունը 100 տարեկան 100 տարվող պլաններ ունեն։ Եթե տենց, եթե պլանը տենց վատ բան է։ Կամ Չինաստանը պլանային տնտեսություն։ Չինաստանը իրանք վերագրում են կոմունիստներին, դա հասկացանք։ Չնայած էլի չեն կարող բացատրել արդյունքը։ Բա այդ ինչ արդյունք է։ Ինչու ձեր ուրեմն ազատ շուկայական տնտեսությունները, հա, չեն անգամ մոտ չեն չինական, հա, արդյունքներ։ Օրինակ կապիտալիստական Հնդկաստանը վերցնենք, հա, եւ կոմունիստական Չինաստանը, եկեք հավեմատենք, հա։ Չինացին վերջի տարիներում, հա, նո, եթե սկսում ենք մոտավորապես 80-ական թվերից 4 անգամ ավելի հարուստ է, քան հնդիկը միջին։ Դա ինչի արդյունք է։ Դա չի բացատրվում, ուրեմն ժամանակակից տնտեսագիտության տեսանկյունից։ Արկադի, դուք տնտեսագիտություն եք դասավանդում համալսարանում եւ մենեջմենտ։ Եվ մենեջմենտ։ Կրթական համակարգը, ես նկատի ունեմ տնտեսությունը, որքանով է կապված իրական Հայաստանի տնտեսության հետ, որքանով են կադրեր պատրաստում կոնկրետ տնտեսության համար Հայաստանի եւ մյուս կողմից եթե Հայաստանը չի պլանավորում իր ապագան, իր տնտեսությունը, իր հեռանկարները, իր ճանապարհը ուր է գնում, արդյոք հնարավոր է նման երկրում պատրաստել մասնագետներ, ապագա մասնագետներ, երբ որ ամեն ինչ անդորոշ է։ Այս
եւ պետության անորոշություն եւ կրթական համակարգի անորոշությունը, այլ ինչպես են իրար հետ համատեղվում։ Դուք շատ ճիշտ եք կապը հաստատում, հա, այսինքն կրթական համակարգը եւ նրա նպատակները պետք է բխի, հա, իրական, հա, ուրեմն իրողություններից։ Տվյալ դեպքում, հա, տնտեսագիտական, կառավարչական, հա, կառավարման ուրեմն կրթությունը պետք է համապատասխանի նրան, թե ինչ է ուզում պայմանական մեր գործատուն, հա, այսինքն ինչ տիպի մասնագետ է ինքը ուզում։ Հաճախ այդ կապը շատ դժվար է տեսնել, հա, հակառակն ենք մենք տեսնում, ուրեմն գործատուն բողոքում է, որ համալսարանը կրթական ուրեմն հաստատությունը համապատասխան կրթություն չի տալիս, չի տալիս մարդ։ Ասում են գալիս են ինչ որ բանաձևեր են ասում, ինչ որ սահմանումներ են տալիս, բայց այդ մարդը գործ անել չգիտի։ Ես սկսում եմ իր վրա աշխատել, հա, ես իրան պատրաստել, բայց այդտեղ ես ռիսկեր ունեմ, այդ մարդը պատրաստվի, կթողի կգնա։ Հա, սա այս կողմից, հա, կրթական ուրեմն համակարգել իր բաներն է ներկայացնում, պահանջներն է ներկայացնում ուրեմն գործարար միջավայրին։ Ասում եմ մենք պատրաստում ենք կադրեր, բայց դուք չեք վերցնում իրանց, որովհետև, չգիտեմ, մեր գերազանցիկները պայմանական, հա, չեն կարող, հա, նորմալ աշխատանք գտնել եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Կամ եկեք համասարան երկրորդ կուրսից օրինակի համար ընտրեք այն ուսանողները, որոնք ձեզ պետք են, ներդրում արեք նույն համասարանում եւ ձեր համար կոնկրետ ձեր պահանջների համար ուսանող կրթելուն մասնակցեք, դա էլ կա, չէ՞։ Դա կա, պարոն Դանիելյան, ուղղակի դա շատ այդ մոդելը շատ լավ աշխատում է, այսպես կոչված տեխնիկական գիտությունների ոլորտում։ Օրինակ Գազպրոմը, ես գիտեմ, քանի որ աշխատում եմ այնտեղ, նա ուրեմն պոլիտեխնիկում մեր ունի կաֆեդրա, այնտեղ բաժին, հա, գազի մասով, հա, եւ ֆինանսավորումը եւ այլն պատրաստում է։ Իր համար այդպես, այո, այդպեսի բաներ ես գիտեմ, որոշ IT կամպանիաներն են անում եւ այլն։ Դա աշխատում է այդ ոլորտում։ Ինչ վերաբերում է հասարակական գիտությունների, հա, տնտեսագիտություն, ըստ մի քիչ բարդ է։ Հիմա ես չեմ պատկերացնում, հա, օրինակ ինչ-որ գործարանի տնօրենը, հա, գա ինքը ինչ տնտեսագետ, ինքը ոնց պետք է, հա, մի քիչ այստեղ խնդիր կա, էլի, գիտեք, ես այդտեղ չգիտեմ լուծումը որն է, արդյոք այդ մոդելը կաշխատի թե չէ, փորձեր չգիտեմ, տեխնիկականում գիտեմ, հասարակական գիտությունների ոլորտում չգիտեմ, հա, խնդիրը կա եւ խնդիրը նաեւ եթե վերցնում ենք, հա, օրինակ ես վերցնում իմ մասնագիտությունը, մենեջմենտ եւ տնտեսագիտությունը, որ կրթական ծրագիրը հիմնականում վերցած է էլի արևմուտքից։ Վերցած է այդ ուրեմն էկոնոմիկս կոչեցյալից, որը շատ քիչ կապ ունի, հա, իրականության հետ, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արևմուտքում։ Եթե դուք նկատեք եւ եթե օրինակ դուք շատ եք շփվում, հա, բիզնեսմենների հետ, վստահ եմ այլ գործիչների հետ, դուք կտեսնեք այսպիսի ուրեմն բան կա, էլի, որ հաջողության հիմնականում հասնում են մարդիկ, որոնք բիզնես կրթություն կամ տնտեսագիտական կրթություն չունեն։ Այդ ինչ սա պարադոքս է։ Չպետք է ցած բան լինի։ Դա վերաբերում է նաև արևմուտքին, հա, եթե մենք վերցնենք այն մարդկանց ում անունը, որ ամեն օր տալիս են, Բեզոսը, հա, Բիլ Գեյթսը եւ այլն, իրանք ոչ բիզնես կրթություն, ոչ տնտեսագիտական կրթություն ունեն։ Կարողանում են հարաբերություններ ստեղծել, ինչ վատ կա։ Ես կարծում եմ, ստեղ հետեւյալ, ես օրինակ իմ ուսանողներին եմ ասում, հա, օրինակ եթե դուք վաղը ուզում եք դառնալ բիզնեսմեն, այսինքն աշխատելու եք իրական հատվածում, հա, չեք լինելու ակադեմիական օրինակ ոսու ես դասախոս եմ, ես պարտավոր եմ դա ուսումնասիրել, հա, ես ինչքանով էլ ես դա քննադատեմ, ես պետք է իմանամ ինչ եմ քննադատում։ Բայց եթե դու վաղ զբաղվելու ես բիզնեսով, այս գիտությունը, հա, ճակերտների մեջ, ինքը ընդհանրապես քեզ պետք չի, ինքը հակառակ ինքը քեզ խանգարելու է։ Ինչու՞, որովհետև դու սովորել ես ինչ-որ բաներ, դու սենց, հա, նայում ես, արերեսվում ես իրականության հետ, դու ես ընդհանրապես դա ինչ։ Ու մարդկանք պանիկայի մեջ են գնում, չգիտեմ ինչ-որ մեծ դեպրեսիայի մեջ են գնում, ես ինչա ես իզուր այսքան բան եմ արել։ Չսովորած մարդը, հա, չսովորած մարդը, որ չգիտի դա, հա, ինքը ծարաբերված չէ անիմաստ գիտելիքով, ինքը ոնց է շարժվում, օրինակ ձեր ասած, ինքը սկսում է աշխատել այդ իրականության հետ, հա, կապեր է ձեռք բերում, հա, ինքը հասկանում է ինչ է աշխատում, ինչ է բերում արդյունք, ինչը չի բերում արդյունք։ Սկսում է արեցվել այդ իրականության հետ, առանց այդ դոգմաների, որ ունդ գրած է, եւ իր մոտ ստացվում է։ Հիմա եզրակացությունը որն է, սովորելը վատ է։ Չէ, շատ այդ դեպքում տեսեք, էլի մի հատ էլ սխալ ընկալում կա, ասում են դա նշանակում է սխալ եզրակացություն են անում, հա։
Դա նշանակում է, որ կրթությունը պետք չի, կամ տեսություն իմանալը պետք չի, տեսական գիտելիք կամ պետք է։ Ոչ, դա նշանակում է, որ այն տեսությունը, որ դուք շարժվում եք, ինքը գիտական չի, ինքը չի համապատասխանում իրականությանը, եւ դա պետք է փոխարինել այլ տեսությամբ։ Այսինքն պետք է այլ տեսություն։ Դա վերաբերում է թե բիզնեսին, դա վերաբերում է թե պետական քաղաքականությանը, հա, տնտեսական ոլորտում, հա, ֆինանսական։ Որտեղ մենք շարժվում ենք այդ նույն գրքերով։ Արկադի, ուրեմն այն ինչ որ դասավանդում է, հիմնական բոլորի մասին չկարելի ասել, իրականությունից կտրված է։ Այո։ Այո։ Դա իմ կարծիքն է, ես Հայաստանի իրականությունից է կտրված, թե ընդհանրապես աշխարհում զարգացումներից։ Այդ խնդիրը կա ամբողջ աշխարհում, այդ խնդիրը կա նաև Հայաստանում, մասնավորապես այդ խնդիրը շատ սուղ է դրած այսպես կոչված զարգացող երկրներում, մեր նման երկրներում։ Որ այո, դասավանդումը ոչ այն ինչ պետք է։ Նախ երբ որ ասում են զարգացող երկրներ, նկատի ունեն չզարգացած երկրներ, ուղղակի ասում են զարգացող, որ չվիրավորվի։ Այո, նկատի ունեն հետամնաց երկրներ։ Արկադի, սենց մի կարևոր թեմա նույնպես կա, նախ ես հիշեցնեմ, ովքեր մեզ նայում ենք, խոսքը Capital Plus podcast-ի մասին է, որը ես բոլորին խորհուրդ կտամ դիտել, դա շարունակական է եւ կոմենտներում լինքը կտանք։ Մենք ուղղակի ներկայացնում ենք ինչ թեմաներ է այնտեղ արծարծվում։ Եվ եւս մի շատ կարևոր թեմա կա, քանի որ մենք խոսեցինք իրական տնտեսության մասի Հայաստանի եւ կրթական համակարգի, նաեւ շատ կարևոր է արժեքային համակարգը, որտեղ շատ հետաքրքիր տեսություններ կան, հիմնված նրա վրա, թե ինչպիսի արժեքային համակարգ կա ցանկացած հասարակությունում, դրանից բխում է, թե իրենք կզարգանան, զարգացող կլինեն, չզարգացող կլինեն, թե զարգացած կլինեն։ Եվ այդ շատ կարևոր է նաև վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, այդ նույն չինացիներ, ճապոնացիներ, կորեացիները համարվում են աշխատասեր ժողովուրդ։ Միմյանց նկատմամբ վստահության աստիճանը, հա, թե եթե մարդիկ միմյանց չեն վստահում, արդեն այդտեղ բիզնես եւ առավել եւս ակցիոներական ընկերություններ չեն կարող զարգանալ։ Հայաստան մի միջայլոց հնարավոր չէ ակցիոներական ընկերություն ըստ էության ստեղծել։ Նույնիսկ եղբայրները եթե հիմնարկ են ստեղծում, վերջում ասեն կրակում են իրար վրա, հա, նման օրինակներ շատ ունենք։ Եվ ելի նման արժեքներ, որոնք շատ կարևոր են, կոլեկտիվիզմը, ասենք իմ կարծիքով Հայաստանում այդ կոլեկտիվիզմի բացակայում է, որտեղ մեծ հիմնարկներում նաև դա մեծ կոլեկտիվներ են, դա եղբայրություն է, դա ընտանիք է, դա յուրաքանչյուր ընկալում է որպես իր եսի մի մաս։ Եվ պատահական չի, նույն Ճապոնիայում բանում մարդիկ կա 20 տարեկանում ընդունվում է մի հիմնարկ աշխատելու, այդտեղից էլ թոշակի է գնում, իր սաղ կյանքը կապված է այդ հիմնարկի հետ։ Այս նման արժեքային համակարգերը որքանով են կարևոր եւ մեր մոտ այդ առումով ինչ վիճակ կա, պետությունը ինչ քաղաքականություն պետք է անի, ինչ որ արժեքներ դաստիարակելու, զարգացնելու կամ ինչ որ բաներ փոխելու։ Դուք մի այնպիսի մեծ թեմա եք բարձրացնում, պարոն Դանիել, որ ես անգամ դուք խոսում եք, ես մտքիս մեջ արդեն պլանավորում եմ երևի մեր հերթական ոդքասթը, հաղորդումները, որին սիրով ձեզ կհրավիրենք եւ խոսենք, հա, դա անգամ անուն արդեն վերնագիրը մտածեցի, հա, արժեքային համակարգ եւ տնտեսական զարգացում, հա, կարելի է իշոր, որովհետեւ շատ բան կա ասելու, ձեր հարցը դες բովանդակային դες լայն էր, որ բայց ես կփորձեմ շատ կարճ, օրինակ ես այն ուրեմն մտածողներից չեմ, որ փնտրում եմ կամ տեսնում եմ տարբերություններ հայ շոր ազգերի մեջ այդ իմաստով, հա։ Ինչ որ բաներ, ինչ որ տարբերություններ մեր ու օրինակ կորեացիների մեջ կան, միանշանակ կան, բայց դրանով չենք կարող մենք բացատրենք այդ ահռելի տարբերությունը կենսամակարդակի, հա, որ այսօր ունի օրինակ Հայաստանի Հանրապետությունը եւ օրինակ Հարավային Կորեան, հա։ Ես անգամ հիշում եմ մի անգամ ինձ կանչել էին Սլավոնականում այլ դասախոսները կանչել էին պրեզենտացիա, որտեղ ուսանողներ ներկայացնում են կառավարման տարբեր մոդելներ։ Տեսության մեջ կան մոդելներ, ամերիկյան մոդել, անգլոսաքսոն մոդել, ուրեմն, չգիտեմ, հոլանդական մոդել, չգիտեմ ինչ, կորեական մոդել, այդտենց շո մոդելներ կա, ու մի հատ ուսանող ներկայացնում է կորեական մոդելը։ Ուրեմն ասում է, դե Կորեայում շատ է բիզնեսը, ուրեմն սերտված ընտանիքների հետ, ուրեմն ընտանիքի անդամներն պատրիարխալ, ասենք ինքը բնույթ ունի կառավարումը, հայրը եւ այլն, ու արդեն չեմ հիշում ինչ է, այդտենց բաներ էր պատմում,
ու որ դու լսում էիր, դու մի անգամից Հայաստանն էիր պատկերացնում։ Ինքը չիբոները նկատում էր, չէ՞։ Այ էլի բաներ կա, որ շատ բաներ Հայաստանի ոնց է մեր մոտ կառավարվում բիզնեսը։ Բայց որտեղ ենք մենք, հա, որտեղ է Հարավային Կորեան։ Այսինքն այդ տարբերությունները, նմանությունները կան, բայց ուրեմն կան ինչ-որ գործոններ, կան ինչ-որ մեխանիզմներ, որոնք տալիս են այդ տարբերությունը, որը կա այսօր մեր ու իրանց միջև։ Եվ մեր խնդիրն է, հա, բացահայտել այդ մեխանիզմը։ Ոչ թե ամեն ինչը, հա, մենք շպրտենք, կներեք արտահայտությունս համար, ինչ-որ, չգիտեմ, ազգային մենտալիտետի եւ այլն եւ այլն։ Այո, դա նշանակություն խաղում, բայց ես չեմ կարծում, որ դա տենց մեծ նշանակություն է խաղում, ոնց որ դա հաճախ ներկայացվում է։ Արժեն ազգային արժեքներից ես կառանձնացնեմ օրինակ դրականը եւ բացականը, որն է դրական, որը բացական։ Բացասական դա, հա, երևի հետաքրքիր կլինի մեր ուրեմն լսողներին, ինձ հասկանալի չի այդ անիմաստ իմ տեսանկյունից, թե ինչպես ենք մենք ինքներս մեզ թերագնատում եւ գերագնատում, հա, ինչ-որ օրինակ շատ հաճախ ինչ-որ արևմտյան էքսպերտերին եւ նրանց կարծիքները։ Շատ ժամանակ ինչ-որ, չգիտեմ, բանավեճ ես լինում կամ լսում ես բանավեճը, մարդը ինչ-որ դատողություն է անում եւ մյուսը փոխարեն գտնի ինչ-որ տրամաբանական սխալներ կամ ինչ-որ, հա, երկի այդ գիտական տեսանկյունից, հա, բերում է, այ եսիմ ինչ Նոբելյան մրցանակակիր ասել է այսպես, հետևաբար, հա, քո թեզը օրինակ ճիշտ չի, հա, դա հերքում չի, հասկանում եք, եթե ինչ-որ մեկը, ինչ-որ որտեղ, ինչ-որ բյուրոկրատ միտեղ, հա, ինչ-որ միջազգային ֆինանսական կառույցում ինչ-որ բան ասել, ինչ-որ գրառում է արել, մենք չպետք է, հա, ամեն ինչը դա թերարժեքության կոմպլեքսն է։ Այո, դա մեզ շատ է խանգարում։ Ես չգիտեմ, դա դրսից է, ստեղ ներմուծվել։ Բարդուրդավորված ժողովուրդներին է դա մեր մեջ ստեղծում է ինչ-որ կիսա մարդու ինչ-որ տպավոր, մենք ինչ-որ դե մենք ոչի բան չենք կարող անենք, դե մենք ով ենք ընդհանրապես եւ այլն եւ այլն։ Արկադի, քանի որ մեր արդեն 30 րոպե լրանում է, մոտենում ենք ավարտին, եւ ես կարծում եմ շատերը կհետաքրքրվեն այս թեմաներից, որոնք մենք խոսում ենք եւ կգնան Capital Plus-ի հաղորդումները նայելու, բայց համենայն դեպս մեր այսօրվա խոսակցության դրական նոտայով ավարտենք։ Դրականը որն է։ Դրականը ես կասեի, որ չնայած որ մենք գտնվում ենք շատ ծանր վիճակում, մենք ունենք ոչ թե խնդիրներ, իմ կարծիքով մենք ունենք սուպեր խնդիրներ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հայաստանում կա քրիտիկական զանգված, որը ինչ-որ պարագայում, հա, այդ պարագաների մասին պետք է խոսալ, բայց հնարավոր է գեներացնել, հա, այսինքն այդ զանգվածը եւ նոր տեսլական առաջարկել հանրությանը։ Նոր, լիովին նոր, հա, կարող է դա լինի ոչ, այսպես ասեմ, հա, ականջաշոյող բան չլինի, հա, այսինքն կարող է դա լինի շատ սենց բան, որը հաճելի չի մեզ լսել, հա, օրինակ շատ մենք չենք ուզում լսել, որ գիտեք, որպեսզի լավ աշխատենք, մենք պետք է շատ, որպեսզի լավ ապրենք, մենք պետք է շատ աշխատենք եւ այլն, պետք է ինչ-որ մի բանից մեզ զրկենք եւ այլն եւ այլն։ Բոլորը ուզում են լսեն, որ հեսա մի րոպե սպասեք, հեսա վաղը կամ մաքսիմում մյուս օրը մենք Շվեյցարիա ենք հասնելու, հա, սենց բաներ են խոսում, մարդիկ սենց բաներ են ուզում լսել։ Բայց ես կարծում որ հենց քրիտիկական զանգվածը, մտածող զանգվածը, ինքը հասկանում որ դա հնարավոր չի։ Բայց ինքը չի կանգնում եւ փորձելու է ինչ-որ ուղիները գտնի, ինչքան էլ իրանք ուրեմն դժվար չլինեն մեզ համար։ Այսինքն ես դա տեսնում եմ, որ դրա հնարավորությունը ես տեսնում եմ։ Հայաստանում անկախ ամեն ինչից միշտ լինում են մարդիկ, որոնք մեծ երազանքներ ունեն, որոնք մեծ պլաններ են սարքում, նույնիսկ համաշխարհային նշանակության, մեծ մասը իհարկե դա չի ստացվում, բայց համենայն դեպս ձգտելը նման բաների շատ լավ է եւ եթե շատերը չստացվեն, գոնե քչերը որ ստացվեն Հայաստանի նման փոքր երկրի համար, այդ մեծ ծրագրերը արդեն կարող են արդյունավետ լինել։ Շնորհակալություն այսօրվա քննարկման համար։ Ես շնորհակալ, պարոն Դանիելյան։